Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։ Պարոն Խաչիկյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Խաչիկյան, խոսենք Սիրիայից։ Վերջին օրերին բավականին տխուր լուրեր են Սիրիայից գալիս եւ շատերը արդեն խոսում են ցեղասպանության մասին, այնտեղից նաև մեզ փոխանցում են, որ գյուղեր կան, որ ընտանիքներով ոչնչացրել են ահաբեկիչները։ Ի վերջո, ինչ է կատարվում Սիրիայում։ Բայց տպավորություն ինչու պետք է ստեղծվեր, այս մարդը տերորիստ է, այս մարդը ահաբեկիչ է, նա ունի տերորիստի անուն Ալ-Ջալանի, որ հիմա փոխել են, դուք գիտեք, իրան բան են արել, բարեփոխել են, մազերը կտրել են, ֆենել են, դարձրել են քաղաքակիրթ տերորիստ, դեմոկրատ տերորիստ, որին իդեպ հիմա հրավիրել են Բրյուսել, դուք լսեցիք, ուրեմն 10,000-ից գերազանցել է թիվը, մահացածների 10,000-ից երեխաներ, տեսել եք, չէ՞, այդ երեխաների մարմինները։ Ու Եվրոպան իրան հրավիրում է Բրյուսել կոնֆերանսի։ Էլ զարմանալու տեղ էլ չի մնացել։ Գիտեք, որ տերորիստը վայրենի է ու տերորիստ է, մենք գիտենք, դա հասկանալի է։ Բայց այս աստիճանի ստոր, այս աստիճանի երեսպաշտ, 5 երեսանի Եվրոպա ու Արևմուտք, այսինքն ուղղակի այնքան զզվելի է։ Դուք խոսում եք դեմոկրատիայի մասին, մարդու իրավունքների մասին, դուք Պուտինին դատապարտում եք, որ նա Ուկրաինա ներխուժեց։ Ձեր աչքի առաջ 10,000 մարդ են սպանում։ Երեխաներ, մայրեր, վայրագություններ, դուք տերորիստին բերում եք իշխանության։ Իրանով է բերել իշխանության։ Թուրքիան ում օգնությամբ։ Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն օգնել են եւ Ալ-Կաիդային, դուք հիշում եք Սալիվանի հայտնի email-ը Հիլարի Քլինտոնին։ Ես կախել եմ Facebook-ի վրա։ Գրված է Ալ-Կաիդան մեր դաշնակիցն է, մեր կողմից է։ Նա իրան ասում է, որ մենք Ալ-Կաիդայի դաշնակից ենք։ Միացյալ Նահանգները տերորիստական կազմակերպության դաշնակիցն է, որը սեպտեմբերի 11-ին 3000 ամերիկացի սպանեց իմ աչքերի առաջ Միացյալ Նահանգներում։ Էլ ինչ օրենք, էլ ինչ դեմոկրատիա, էլ ինչ արևմուտք։ Բայց եթե Թուրքիայի աջակցությունը հասկանում ենք, Թուրքիան է եւ ամեն ինչ անում է այնտեղ, բայց Եվրոպայի աջակցությունը գոնե իրենց դեմքը փրկելու համար, իրենց ժողովրդավարական այսպես։ Էլ ինչ դեմք, դուք ձեզ դրել եք բանի քաղաքակիրթ արևմուտք, մեր եվրոպական արժեքները, էս եք դուք։ Երեխաներ են սպանում, մայրեր են սպանում, չնայած սա այդքան էլ պետք չի զարմանալ, չնայած չէ, զարմանալի է։ Սրանից առաջ որ 50,000 պաղեստինցին էին մորթում, կտոր անում, Միացյալ Նահանգները ասում են ճիշտ են անում։ Եվրոպաները ասում են դե մենք դատապարտում ենք, բան, բայց ոչ իմանով չէր խառնվում։ Ղարաբաղը, բայց դուք տեսեք մենք ինչ աշխարհում ենք ապրում։ Ոչ մի օրենք չկա, ոչ մի միջազգային հանրություն չկա։ Մեր աչքերի առաջ մարդ են սպանում։ Ամբողջ աշխարհը հանգիստ կանգնած նայում է, դատապարտում են, բայց ոչինչ չեն անում, հետո իրան կոնֆերանս են հրավիրում։ Իրանք են բերել այս տերորիստին, դարձրել երկրի տեր, որովհետև իրենց թշնամին Ասադն էր։ Ինչու՞, որովհետև Ասադը հակաիսրայելական էր եւ Իսրայելի լոբին մեկ-մեկ հետևից ամբողջ միջերարևելքում կառավարությունն է փոխում Միացյալ Նահանգների օգնությամբ։ Սադամ Հուսեյն, Ասադ, Կադաֆի, մեկը մյուսից հետո փոխում են։ Մեկը մյուսի հետևից ամերիկացիների ձեռով Իսրայելը իր խնդիրները լուծում է։ Ու հետևանքներն էլ նայեք։ Մի հատ էլ Ղարաբաղից հայերին հանելը դա էր Իսրայելի շնորհքը, 70%-ը զենքի իսրայելական զենքեր։ Ադրբեջանցիներին շատ լավ օգնեցին հрьяաները Իրանի դեմ, ցավոք սրտի, իրենց հետ թերթը գրել էր, Հարեցը գրել էր, որ շատ ողբերգական է, որ մենք օգնում ենք ջարդել մի ժողովրդի, որը մերպես ենթարկվել էր ցեղասպանության, բայց տեսնում եք, որ այս աշխարհում շահն է տիրում եւ ուժը։ Մենք ձեր մոտ մի քանի տարի կոկորդ ենք պատրում, որ մարդիկ հասկանան, թե մենք ինչ աշխարհում ենք ապրում։ Սրանից հետո, գիտեք, Թուրքիային ավելի շատ է հարգում, քան եվրոպացիներին ու ամերիկացիներին։ Թուրքիան գոնե ազնիվ է, ասում է մենք կայսրություն ենք ստեղծում, մեզ մի խանգարեք, թե չէ մենք ձեզ կմորթենք։ Դժվար չի, հասկանում ես։ Սրանք խոսում են արժեքների, դեմոկրատիայի, մարդու իրավունքների մասին ու հանգիստ նայում են իրանց բերած տերորիստը ահաբեկիչը ոնց է 10,000 մարդ սպանում 3 օրում։ Դուք տեսեք սրանից հետո նրանք ինչ խոսալու, ինչ դուք ձեր ասած երես ունեն, ինչ դեմք ունեն, ոնց են խոսալու նրանք աշխարհի հետ։ Սա աշխարհի վերջն է։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը ճիշտ է անում, Չինաստանը ճիշտ է անում, Իրանը ճիշտ է անում, որ ստեղծում են հակակշիռ, որտեղ արևմուտքը իրեն պահում է այսպիսի ձևով։ Ուշագրավ է, որ ձեր նշած այդ թիվը 10,000 պաշտոնական տվյալներով մի փոքր ավելի քիչ, այդքան մարդ է մահացել, դրանից հետո այսօր
քրդական, սիրիական ժողովրդավարական ուժերը միացել են Սիրիայի նոր պետական կառույցներին, համաձայնագիր է ստորագրվել եւ այդ փաստաթուղթը նախատեսում է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում սիրիական ժողովրդավարական ուժերի կողմից վերահսկվող քաղաքացիական ռազմական հաստատությունների ինտեգրումը կառավարական կառույցներին։ Խոսքը վերաբերվում է այն սահմանային անցակետերին, օդանավակայանին, նավթի ու գազի հանքավայրերին։ Թարգմանություն, հաջորդը քուրդերն են։ Իրենց զինաթափում են, որից հետո իրանց հետ անելու են ինչ որ կուզեն։ Թուրքիան ստեղծում է նոր Օսմանյան կայսրություն։ Մենք ասել ենք դրա մասին։ Ես ասել եի, որ այս terroristին իշխանության բերելուց հետո միանգամից սկսելու են բախումներ քրիստոնյաների հետ, ալավիների հետ, իրանց մեջ եւ քրդերի հետ։ Ես ասում եմ առաջինը քրդերն են, բայց առաջինը ալավիները գնացին։ Հաջորդը քրդերն են։ Իրանց հիմա զինաթափելու են հայերի պես։ Թուրքերը միշտ նույն տեխնոլոգիան ունեն։ Սկզբից ասում են հանձնվեք, զենքը ցածրեք, հետո մորթում են։ Հաջորդը լինելու են քրդերը, իրենց հետ անելու են ինչ որ կցանկանան։ Եվ Եվրոպան կասի, այո, դա շատ լավ է, որտեղ մարդու իրավունքներին համապատասխանում է եւ մեր եվրոպական արժեքներին։ Այսինքն, պարոն Խաչիկյան, հաջորդ этаպում մենք կարող ենք տեսնել, որ Սիրիայում քրդերի ցեղասպանություն տեղի կունենա։ Իրենց ստիպելու են ենթարկվել, զինաթափել, հետո գցելու են նույն օրը, ինչ որ Թուրքիայի քրդերն են ապրում, այսինքն մոռացեք, ինքնավարություն չի լինի, պետականության հանգարց չխոսակ դրա մասին, եւ տեսեք Միացյալ Նահանգները շատ գեղեցիկ ձևով երկրորդ անգամ քրդերին կհանձնեն։ Երկրորդ անգամ, առաջի անգամ առաջի Տրամպի ադմինիստրացիայի ժամանակ հանձնեցին, որ քրդերին ջախջախեցին թուրքերը, ինչպես միշտ, Ամերիկան հետ քաշվեց։ Հիմա երկրորդ անգամ դա կանեն, ես ասել եմ մի քանի անգամ։ Սիրիական այս իրավիճակը, գործընթացները արդյոք մեզ համար որոշակի նաև էլի պիտի հուշում լինեն, հերթական հուշումը, թե մենք ինչ ենք փորձում կառուցել արևմուտքի հետ, ինչ գործընթացների մեջ ենք փորձում մտնել, այսինքն տեղը եթե Հայաստանի խնդիր ունենա, արդյոք նույն Եվրոպան, նույն արևմուտքը կգան մեզ կաջակցեն, թե ինչպես Սիրիայի դեպքում աչքը փակ, ակաժները փակ։ Գիտեք, չէ, հուշում չի լինի մեզ համար, քանի որ կներեք իհարկե ես կոպիտ չեմ ուզում պատասխանել, բայց եթե թութակը լիներ մեր տեղը կամ գերմանական овչարկան, նա կհասկանար, նրանք շատ խելացի կենդանիներ են։ Նրանք որ տեսնեին 5000 մարդ հայ տղա ոնց է վառվում Իսրայելի եւ Թուրքիայի դրոններից, նրանք կհասկանային հաջորդը ինչ է։ Նրանք որ տեսան ինչպես է ցեղասպանությունը Պաղեստինում տեղի ունեցավ, ոչ ոք ձայն չհանեց։ Ղարաբաղցիներին հանեցին, ոչ ոք ձայն չհանեց։ Հիմա էլ արևմուտքի բերած terroristը, արևմուտքի կողմից բերած terroristը եւ Թուրքիայի կողմից բերած terroristը ցեղասպանում է քրիստոնյաներին եւ ալավիներին, ելի ոչինչ չեն անում։ Ես համոզված եմ, որ շունը եւ թութակը կհասկանային հաջորդը ինչ ալնելու, թե մենք կհասկանանք, թե չէ, ես չեմ կարող ասել։ Այս իրավիճակը հետաքրքիր նաև Թուրքիայի ծրագրերի առումով, երբ որ Թուրքիան փորձում է Սիրիայում իրավիճակը իր սցենարով տանել առաջ, հաջորդ փուլը, հաջորդ этаպը ո՞րն է լինելու Թուրքիային։ Թուրքիան ստեղծում է արևելյան Օսմանյան կայսրություն։ Նա ուներ արևմտյանը, հիմա արևելյան։ Արևելյանը ավելի իրեն ձեռնտու է, քանի որ այնտեղ հիմնվելու է թուրք ժողովուրդների վրա, ոչ թե ասենք հույների վրա, սերբերի վրա, բոլղարացիների, ռումինացիների վրա, այլ թուրքերի, թուրք ժողովուրդների վրա ավելի կայուն հնարավորություն է, ելի ինչպես միշտ մեր բախտից մենք իրանց ճանապարհին ենք։ Արևմտահայությունը ոչնչացրեցին, Կիլիկիայի հայությունը ոչնչացրեցին, Ղարաբաղի հայությունը ոչնչացրեցին մեր այս Ադրբեջանի դեսպանատան օգնությամբ, հիմա հաջորդը մենք ենք խանգարում իրենց։ Իրենց խանգարում են ալավիները, տեսեք ալավիների վերջը ինչ եղավ, հաջորդը քրդերն են։ Քրդերին նրանք 80-ական թվականներից առնվազն 40 տարի նույն բանն են անում, նսեմացնում, ստորացնում, թույլ չեն տալիս, որ նրանք ինչ որ ինքնավարություն ստեղծեն։ Հաջորդը մենք ենք։ Ադրբեջանցիները ասում են, դուք ստեղ չպետք է լինեք։ Ձեզ ռուսներն են ստեղ բերել։ Սա արևմտյան Ադրբեջանն է։ Ադրբեջանը 11 միլիոն է, Թուրքիան կարծեմ 70 թե 80։ Բայց Թուրքիայում ներսի քրդերը եւս բավական մեծ ուժ են ներկայացնում։ Սա նաեւ արվում է նրա համար, որ ներսի քրդերի աչքը վախեցնեն, այսինքն եւ հնարավոր է նույն ներսում քրդերը ամբոստություն բարձրացնեն, թե քրդերը երկար ժամանակ են ամբոստանում, իրենց երկար ժամանակ իրենց ճնշում են եւ տեսեք, որ նրանք ինքնորոշման իրավունք չունեն։ Կոսովոն ինքնորոշման իրավունք ունի։ Ուկրաինայի ռուսները ունեն, Քրիմի ռուսները ունեն, մենք չունենք, քրդերը չունեն։ Տեսեք միջազգային օրենքը ինչպես է աշխատում։ Նրանք քրդերին նսեմացնում են առնվազն 40 տարի, թույլ չեն տալիս, որ քրդերը
իրենց երազանքներին հասնեն։ Դրա համար իհարկե նրանք թույլ չեն տա, որ Սիրիայում քրդերը ունենան ինքնավարություն, որովհետև դրանից հետո Թուրքիայի քրդերը կպահանջեն ինքնավարություն, դրանից հետո նրանք կպահանջեն ինչ որ կոնֆեդերացիա, կգնա Ղարաբաղի ճանապարհով։ Իսկ 30 միլիոն քուրդ սպանելը ավելի դժվար է, քան 120,000 հայ դուրս հանելը։ Մի քիչ դժվար կլինի, այնտեղ սանիտարային խնդիրներ կառաջանան։ Իրենց համար ավելի դժվար կլինի դա անել, դրա համար թույլ չեն տալիս, բայց հաջորդը իհարկե մենք ենք։ Այն մարդիկ, ովքեր մեզ ասում էին, արևմուտքը կգա մեզ կպաշտպանի, Ֆրանսիան մեզ, բանով Մակրոնը երկնքից ցեզարները մեզ կտա, ռադարները մեզ կտա, այն հեքիաթները, որ մեզ պատմում են, այդ նույն մարդիկ երևի նույն բանը ասում են Լատակիայի ալավիներին, որ ոչինչ Եվրոպան մեզ կպաշտպանի, թույլ չի տա, որ ձեզ բորթեն եւ այլ տեսակ ինչ կադրեր են գալիս այնտեղ։ Եվ ես համոզված եմ, որ հիմա այն բոլոր կանալները, որոնք արտասահմանից գրանտեր են ստանում, որ մեր անընդհատ մեր խելքի հետ մեր գլուխը հարթուկ են։ Նրանք շարունակելու են ասել, ինչ որ բան կասեն, կամ չեն զեկուցի Լատակիայի մասին, կամ կզեկուցեն, կասեն դա Պուտինի մեղքն է, ռուսների մեղքն է, արևմուտքը ամեն ինչ անում է, մի զանգով կանգնացնում է ջարդերը։ Մի բան կասեն, էլի մի բան կասեն։ Ձեր աչքի առաջ տեսնում եք ցեղասպանություն, արևմուտքի բերած տերորիստի կողմից, ու նրանք ասում են, որ արևմուտքը մեզ պաշտպանում է։ Դուք կտեսնեք, էլի կասեն։ Բայց մեր վիճակը ավելի վատ է, որովհետև նույն Ռուսաստանի հետ կապված էլ մեր իշխանությունը բավական լարված հարաբերություններ ունի։ Եթե արևմուտքը չի օգնի, Ռուսաստանից էլ փաստորեն չպիտի է սպասենք որևէ ձևի աջակցություն։ Ռուսաստանը ֆորմալ ձևով դեռ մեր դաշնակիցն է, բայց փաստորեն մենք ջախջախեցինք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք Ռուսաստանին անընդհատ ձև ենք տալիս, որ մեզ չօգնեն։ Մենք հիմա չենք մասնակցում հապկում, չէ, սառեցրել ենք մեր մասնակցությունը, այսինքն մենք Ռուսաստանին հուշում ենք, եթե մեր վրա հարձակվեն, դուք մեզ մի պաշտպանեք, մենք որովհետև դուք միշտ կարող եք ասել, դե դուք եք դուրս եկել հապկից կամ սառեցրել եք ձեր անդամակցությունը, ինչու մենք պետքա ձեզ օգնենք։ Մենք ռուսներին օգնում ենք, որ նրանք մեզ չօգնեն։ Անընդհատ իրանց լեզու ենք տալիս, իրանց արդարացումներ ենք տալիս, որ մեզ չօգնեն։ Փոխանակ ասեն, գիտեք, եկեք մենք դաշնակցային հարաբերությունները վերականգնենք, բայց դուք պետք է ձեր պարտավորությունները կատարեք։ Ու տեսեք ինչ դիվանագիտություն են վարում Ռուսաստանի։ Համ Ռուսաստանի հետ տապալվեցին, համ էլ Ամերիկայի հետ տապալվեցին։ Ամերիկայում գոնե ճիշտ մարդու մոտ գնային, էլի սխալ արեցին։ Սխալ մարդու ոնց որ անհաջող լինեն սրանք։ Անգամ ճիշտ ձևով չպահեցին իրենց Միացյալ Նահանգներում, որ գոնե Տրամփի հետ կապ ունենային։ Ընտրությունների մասին եք ասում։ Այո, պետք է երկու կողմն էլ պահեին, պետք է եւ այնտեղ կապեր ունենային։ Դե զարմանալի չի մեր կադրերը հաշվի առնելով, որ սենց խայտարակ վիճակում է, ֆիասկոյում ենք մենք։ Դրա փոխարեն նրանք հանդիպում էին նախկին վարչակազմի նախարարի հետ 2 շաբաթ առաջ, արդեն 2 շաբաթ հետո նա արդեն դառնում էր թոշակառու, բայց նրա հետ հանդիպեցին, այսինքն վերջի ապտակը հասցրեցին։ Բայց կա ռազմավարական գործընկերության այդ համաձայնագիրը, պայմանագիրը։ Հիմա ինչ դա էլի չեղարկվում է։ Գիտեք, ելում հետ կար ռազմական գործունեության պայմանագիր Զելենսկու հետ։ Դուք իր աչքերի արտահայտությունը տեսաք Oval Office-ում։ Ոնց որ ծեծած շուն լիներ։ Ես շներին հարգում եմ, շներին ծեծել պետք չի, բայց Զելենսկուն տեսեք ինչ վիճակ գցեց, ինչ օրը գցեցին։ 3 տարի իր երկիրը արյունաքամ լինելով 1 միլիոն ուկրաինացի մահանալուց հետո եւ դրա պատճառը ինչ էր, իրենց խոսք տվեցին ՆԱՏՕ։ Միակ պատճառը այս պատերազմի այն էր, որ Ուկրաինան ասում էր ոչ, մենք պետք է լինենք ՆԱՏՕ-ի անդամ։ ՆԱՏՕ-ն ասում էր ոչ, Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Ռուսները ասում են մենք թույլ չենք տա, ուժով թույլ չենք տա։ Այս պատերազմը 3 տարի տևեց, վերջում ասացին դուք չեք լինելու ՆԱՏՕ-ի անդամ, մենք ձեզ խաբեցինք։ Դե Զելենսկին ասում էր ինձ երաշխիքներ տվեք, նրա ամբողջ պահանջը դա էր։ Ճիշտ է անում, բայց այսքան բանից հետո մեզ այսքան արյունաքամ արեցիք, 1 միլիոն ուկրաինացի մահացավ, ձեզ հեքիաթներին հավատալով, այնտեղ էլ երևի կան այս մեր քարոզիչներ, բեսեդկագետները, որ փողով խոսում են Ուկրաինայում։ Այնտեղ էլ երևի կան, որովհետև մեզ ոնց խաբեցին, իրանց էլ խաբեցին։ Ասում է դա գոնե երաշխիքներ տվեք, գոնե այն մասը, որը մնացել է, գոնե այդ մասը վերցրեք ՆԱՏՕ, գոնե մեզ երաշխիք տվեք, չէ ու չէ։ Բա որ չէ ու չէ, 1 միլիոն տղա ինչու սպանել տվեցիք։ Եթե դուք չէիք ուզում ոչ ռազմական ձևով պաշտպանել Ուկրաինան, ոչ երաշխիք տալ, ոչ էլ ՆԱՏՕ ընդունել, ոչ էլ Եվրոպա։ Ինչու այդ սուտ հույսերը տվեցիք ուկրաինացիներին, որ ուկրաինացիները 1 միլիոն տղա կորցնելուց հետո այսպես լաց լինելով Վաշինգտոնից հետ գան։ Հետո էլ մի հատ էլ ներողություն խնդրեն։ Մի հատ էլ նամակ ա գրել այսօր ներողություն ա խնդրել։ Այսինքն ես ներողություն եմ խնդրում, որ դուք մեզ գցեցիք, մեզ խաբեցիք։ Ինձ կներեք դրա համար։ Նա իրան ասում էր դուք պետքա տեսակ ոնց էին գոռում վրան։ Երկու կողմից տգեղ էր։ Դուք մարդ եք ընդունում արտասահմանից, երկու կողմից sense վրան կանգնած գոռգոռում էին, որ դուք քո տեղը ճանաչի։
Դա գիտեք, եթե մենք խելք ունենայինք, մենք կտեսնեինք, թե հաջորդը ով է լինելու այս դերում։ Բայց մենք խելքի տեղը ունենք քարոզիչներ, բեսեդկագետներ, որոնք առանց որևէ կրթության, որևէ պատրաստության, ամբողջ օրը այսպես լեզվին են տալիս։ Հիմա բանակցություններ են գնում, մի քանի արդեն բանակցություն տեղի է ունեցել Ամերիկա, Ռուսաստան, եւ այդ բանակցություններից դուրս է մնում Ուկրաինան, այսինքն նրա ճակատագիրը որոշում են առանց իրենց։ Հայաստան փաստորեն։ Մենք էլ ենք նույն դերում եղել եւ կլինենք։ Ես համոզված եմ, նախ դա շատ ստոր էր, սրիկայություն էր մի երկրի ապագան որոշել այսքան զոհերից հետո առանց այդ երկրի։ Նա բաց ասեց, մենք կորոշենք, նա կգա կստորագրի, նա տենց էլ ասեց Թրամփը։ Նույն ձևով ոնց որ հայերին Բերլինի կոնգրեսում էին սպասել տալիս միջանցքում, նույն ձևով ինչպես չեխերն էին իրենց հյուրանոցում փակած դռների հետևը սպասում, թե երբ են գալու ստորագրելու, այն նույն ձևով հիմա մեզ են ասելու, թե մեր հետ ինչ է լինելու։ Այնտեղ նավթի գազի հարցեր են լուծվում։ Ես համոզված եմ, որ Կովկասի մասին եւ Միջին Ասիայի մասին նրանք արդեն խոսացել են եւ իրենց հետևը կանգնած է Իսրայելի, Ադրբեջանի եւ Թուրքիայի լոբին, որոնք ունեն հզոր ազդեցություն։ Մանավանդ Իսրայելին է։ Իսրայելի լոբին փաստորեն ղեկավարում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը եւ իրենց դաշնակիցը Ադրբեջանն է։ Դուք կարող եք գուշակել, թե ում կողմից է լինելու Թրամփի ադմինիստրացիան եւ Մոսկվայում էլ նրանք մեծ ազդեցություն ունեն։ Իսկ մենք ունենք այս կրկեսը Ակնհայտ է, պարոն Խաչիկյան, որ այդ բանակցություններում ոչ միայն Ուկրաինայի հարցն է լուծվելու եւ որոշումներ կայացվելու, նաեւ այսպես ասած տարածքները կիսելու, ազդեցության գոտիները կիսելու մասին է։ Հիմա հարավային Կովկասը, մասնավորապես Հայաստանը, այսպես լայն առումով վերցնենք, ում վերահսկողության տակ է հայտնվելու։ Արդյոք Թրամփի վարչակազմի համար շարունակում է հետաքրքիր մնալ այս տարածաշրջանը։ Թրամփի վարչակազմի համար ամենակարևոր պետությունը աշխարհում դա Իսրայելն է։ Իսկ Իսրայելի համար կարևոր է Ադրբեջանը, Թուրքիան եւ կարևոր է որ Իրանը մեկուսացվի։ Այսինքն Թրամփը հետևելու է Իսրայելի գծին։ Իսրայելն է տերը Թրամփի վարչակազմի եւ մի քանի ուրիշ կառավարությունները դա Իսրայելի լոբին է։ Իսկ նրանց ամենամտերիմ ընկերը Ադրբեջանն է։ Իրենց պետք է որ Թուրքիան ուժեղանա, Իրանը մեկուսանա, դրա համար Ադրբեջանը Թուրքիան եթե միանան միմյանց հզոր պետություն է ստեղծվում ՆԱՏՕ-ի պետություն, որը հակակշիռ է հանդիսանում Իրանին։ Իսկ մենք խանգարում ենք իրենց։ Մենք որ ստեղից դուրս գանք, ստեղծելու է հզոր Թուրքիա, որը հակակշիռ լինելու եւ Ռուսաստանի համար, եւ Իրանի համար։ Դա համապատասխանում է եւ Իսրայելի, եւ Ադրբեջանի, եւ Թուրքիայի, եւ Ամերիկայի շահերին։ Այդ 4 պետությունները համարյա դաշինք են այստեղ կազմել։ Եւ Բրիտանիան։ Մենք ունեինք Ռուսաստան, Իրան, բայց մենք մեզ պահեցինք այսպես։ Այսինքն մենք նաև Ռուսաստանի Իրանի աջակցություններ չունենք այդ վերաբաժանումների ժամանակ։ Իմ կարծիքով Իրանը դիմադրել է անցյալում, Իրանի վրա ճնշում են գործածելու, տեսեք սպառնում են հարձակում կատարելով, Թրամփ ասում մենք կարող ենք նաև ռազմական ձևով լուծել մեր հարցերը, եւ իմ կարծիքով Իրանին ստիպելու են նախզիջումներ կատարել միջուկային ծրագրի բնագարում, երկրորդը Համաս, Հիզբոլլա եւ այլն խմբերին այլևս չօգնել եւ երրորդը չընդդիմանալ այլևս Զանգեզուրի կորիդորին։ Այդ մի կետն էլ Ադրբեջանը կխնդրի իր իսրայելի ընկերներին, որ հաղորդեն Թրամփին, որ մենք ձեզ կօգնենք նավթ արտահանել, գազ արտահանել, Իրանի դեմ մենք ձեզ կօգնենք, մենակ այս հայերի հարցը լուծեք։ Եթե ես իրենց տեղը լինեի, ես այդպես կանեի։ Ես մեր տեղը որ լինեի, ես հիմա Թեհրանում եւ Մոսկվայում եւ Վաշինգտոնում կունենայի փորձառու դիվանագետներ եւ հետախուզներ, որոնք մեզ կասեին, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, ով ում հետ է խոսում, ինչի մասին եւ մենք ինչպես պետք է խառնում ենք դրա մեջ։ Դրա տեղը մենք լրիվ կույր, անզոր, հիմար վիճակում ենք, քանի որ մենք չունենք դիվանագիտություն, մենք կադրեր չունենք։ Դե մեր հույսը արեմուտքներ, վարչակազմը փոխվեց, հիմա չգիտենք գնանք արեմուտ, չգնանք արեմուտ, Եվրաքվեի այդ նախագիծը դեռևս չի քննարկվում, հետաձգվել անորոշ ժամանակով։ Այսինքն Հայաստանը սպասողական իրավիճակում է, բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք խայթոցները Ռուսաստանի կողմը էլի շարունակվում, այսինքն մենք էլ ինչի վրա ենք հույսներս դնում, արեմուտքը չկա, Ռուսաստանը չգիտենք ինչ է որոշել մեր հետ կապված, ինչ ենք անում։ Գիտեք, ես ձեզ մի շոկային բան կասեմ, դուք երևի կցնցվեք դրանից, բայց ամեն 4 տարի Միացյալ Նահանգներում ընտրություններ են։ Դա փաստ է, որ ուղղակի
երևի շոկի մեջ է գցում մեր կառավարությունը։ Այսինքն 4 տարի որ դուք Բայդենի հետևից վազվզում եք եւ գլոբալիստական այդ շոուներն եք անում, դուք պետք է մտածեք, բայց 4 տարի հետո կարող է փոխվել կառավարությունը։ Եվ դուք պետք է այս նոր կառավարության հետ, եթե գիտեք CNN-ը, ABC-ն, MBC-ն, MSNBC-ն որ ցույց է տալիս 49-49, այդ 49-ը նույն թվերն են հայերենում։ Այսինքն անգլերենից թարգմանելու կարիք չկա։ Ու տոկոսի նշանը նույնն է հայերենում, ինչ որ անգլերենում։ Այսինքն եթե դուք տեսնում եք, որ երկու տեխնացուն այսքան մոտ են իրար, դուք համ մեկի հետ պետք է հարաբերություններ ունենայիք, համ էլ երկրորդի, որտեղ տեսնում եք, որ համարը հավասար են իրենց շանսերը։ Չնայած վերջում Տրամպը մեծ տարբերությամբ շահեց։ Այսինքն եթե դուք նրանք հայկական, դասական, այսպես ճակերտավոր ասած, մտածողությամբ են շարում, որ յուրաքանչյուր իշխանություն 10 տարին մինիմում մնում եւ կառավարում է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը 7-րդ տարում է, ելի է ուզում մնալ։ Այս տրամաբանությունն է շարունակվել։ Այո, մեր նոր այսպես ասած դեսպանը, որ եկավ Միացյալ Նահանգներ, երևի իրեն պետք է բացատրեին, որ ամեն 4 տարի ընտրություններ են։ Որ Ամերիկայում այլ կարգեր են։ Այո, մի քիչ ուրիշ ձև է։ Կարող է Տրամպը ընտրվի։ Եվ եթե Տրամպը ընտրվի, նա չի մոռանա, որ դուք Բայդենի ընտրությունների ժամանակ իր կողքը կանգնել եք, որը մեծ խախտում է։ Դիվանագետը իրավունք չունի խառնվել ներքին քաղաքական կյանքի երկրի։ Չնայած մեր մոտ դա արել են։ Եվ այս հիմար սխալի հետևանքով, նաև այն բանի հետևանքով, որ մենք հրաժարվում ենք փոխարինել մեր կադրերը, որտեղ մեր համար ավելի կարևոր է, որ մարդիկ փողոցից լինեն, քայլող մարդիկ լինեն, փողոցից եկած, դա ավելի կարևոր է, քան եթե մենք ունենանք փորձառու կադրեր։ Հիմա դրա պատճառով մենք ոչ միայն թեքվեցինք դեպի արևմուտք, բայց մենք գնացինք դեպի արևմուտք, որը այլևս չկա։ Մենք սխալ մարդու մոտ գնացինք արևմուտք։ Գոնե որ գնայիք արևմուտք, ճիշտ մարդու մոտ գնայիք, էդ էլ չկարացան։ Նրանք գնացքի հետևից վազողի պես ամեն անգամ գնացքից ուշանում են։ Այդ գնացքը գնացել է, նրանք հենց սպասում են այդ գնացքը երբ է գալու, որ նստեն։ Գնացել է այդ գնացքը, Բայդեն չկա, գլոբալիստներ չկան, կա Տրամպ, ում համար այդ բոլոր ձեր դեմոկրատական այդ շոուները, թավշյա շոուները բոլորովին կապ չունի, իր համար շահեր, ռեսուրսներ, փողեր։ Տեսեք, բացի բաց Ուկրաինան ասում է, այո, մենք ձեզ խաբել ենք, լավ ենք արել, հիմա 50 միլիարդ դոլարի, ինչքան 350 միլիարդ դոլարի այդ բաները տվեք մեզ էլեմենտները, տվեք։ Ձեր արյունը մեզ հերիք չի 1 միլիոն մարդ, որ գետնի տակ պարկած է երիտասարդ ուկրաինացիները, դա մեզ համար որևէ նյութային բան չի, արժեք չի։ Դուք մեզ 250 միլիարդի էլեմենտներ տվեք։ Տեսեք ինչ բիզնեսմեն մարդ է։ Հիմա մենք որ խելք ունենայինք, մենք իր մոդել ինչ որ ներկայացուցիչ կունենայինք, ասենք, օրինակ մեր ռեգիոնում մենք կարող ենք դառնալ առևտրական ինչ որ կենտրոն, կարող ենք ինչ որ ռեսուրսներ առաջարկել Միացյալ Նահանգներին։ Մենք Եգիպտոսում կունենայինք այդպիսի խոսակցություններ, արաբական երկրներում, Հնդկաստանում, դրա տեղը մենք զբաղվեցինք այս արևմտյան երազանքների։ Իսկ այս հիմար այդ հանրակրվեն, այդ տեխնիկային թատրոնի կերպարների մասին ընդհանրապես խոսել պետք չի, նրանք իրանց վրա նային երևի ծիծաղան։ Այդ հանրակրվեն մենք անցկացնում ենք, Եվրոպայում մի մարդ չկա, մի լուրջ մարդ չկա Եվրոպայից, որ ասում է մենք Հայաստանին հրավիրել ենք դառնալ Եվրոպական միություն։ Մեր թվերը բարձրացան, մենք եւ ընկերներս հավաքել ենք 450 եվրո։ Այսօր ես միացնում եմ, ավելացավ։ Մենք ունենք 550 եվրո։ Առաջին մարդը, որը կգա, մեզ կցույց տա մի հայտարարություն պաշտոնական որևէ անձի Եվրոպայից, որը ասում է մենք հրավիրում ենք, որ Հայաստանը դառնա Եվրոպայի միության անդամ եւ ինչ որ ռեալ ժամկետ։ Ոչ թե 150 իշխանությունն ասում է պաշտոնական արձագանքի պետք է սպասել այն ժամանակ, երբ որ այդ նախագիծը կդառնա արդեն օրենք, այսինքն կիրարկման մեջ կմտնի։ Ես գիտեք ինչ կասեմ, այդ Բրյուսելի բոլոր ղեկավարների թող անեն դուրս, Փարիզից եւ Բրյուսելից։ Մեր այս եվրո բեսեդկագետներին թող ուղարկեն այնտեղ, որ նրանք կառավարեն Եվրոպան, որովհետեւ պարզվում է, որ նրանք ավելի լավ գիտեն, թե Եվրոպան ինչ է ուզում եւ ոնց է որոշում, քան եվրոպացիները։ Թող այդ Բրյուսելը դատարկեն, այդ մարդիկ թող գնան արցակուրտի։ Համել իմ այնտեղ ցուրտ է, գարունը անդուր է Բրյուսելում։ Թող նրանք գնան ղեկավարեն, որովհետեւ պարզվում է, որ մենք նրանցից պետք է իմանանք, թե Եվրոպան ինչ ասում։ Եվրոպան խաբար չի, չգիտի մենք ստեղ ինչ ենք որոշել, որևէ մեկը մեզ չի հրավիրել եւ ընդհանրապես կարգը այսպես չէ, սկզբից հրավերք է լինում, հետո հանրակրվե անցկացվում։ Որևէ մեկ այդպիսի բան չի ասել եւ ամենավերջին նորությունը, երևի էլի շոկային կլինի դες համար, Եվրոպայի ապագան խիստ կասկածելի է, որտեղ Միացյալ Նահանգները հիմա հետ է քաշում Եվրոպայից, եվրոպական սեփական անվտանգության խնդիրը պետք է լուծի,
ինչպես է նոր երկրներ ընդունելու, եթե անգամ Ուկրաինային չի ընդունում, որ արյունակամ եղավ 3 տարի Եվրոպայի անդամ դառնալու համար, ելի ասում են ոչ, դուք հիմա պատրաստ չեք, ինչ որ մի ժամանակ անցնի, հետո նոր մենք ձեզ կընդունենք։ Իդեպ հետաքրքիր է, պարոն Խաչիկյան, կա տեսակետ, որ Եվրոպան կարող է օգնել Զելենսկիին եւ պատերազմը կարող է շարունակվել առանց Ամերիկայի աջակցության։ Դա հնարավոր տարբերակ է։ Հերթական սուտ, հերթական հիմար, հեքիաթ, իրենց հեղինակների իհարկե հասցեով եմ ասում, Եվրոպան ինքը իրեն չի կարող հիմա պաշտպանել, նա չունի այն սպառազինությունները եւ այն ուժերը, որ անգամ իրեն պաշտպանի իր անվտանգությունը ապահովի։ Հետո Եվրոպայի միջև կան տարաձայնություններ տարբեր երկրների, օրինակ Սլովենիան է կարծեմ եւ Հունգարիան, որոնք չեն ընդունում, որ շարունակվի այս օգնությունը։ Եվրոպան այդ ռեսուրսները չունի, սպառազինությունները չունի, ֆինանսական միջոցները անսպառ չեն։ Եվ ամենակարևորը Ուկրաինայի հարցում հիմա սպառազինությունները չեն որոշելու, ունենք մարդ չունեն, ուկրաինացի չի մնացել, մարդկային ռեսուրսները փողոցներում 20 տարեկան տղա են բռնում, իրենց մայրերից պոկում, գցում մեքենաների մեջ տանում սպանելու։ Դա է ձեր Եվրոպան։ Տեսեք, Եվրոպան ուր բերեց ուկրաինացիներին, բայց ոչ անգլիացիները, ոչ ֆրանսիացիները, ոչ գերմանացիները չեն ուզում մահանալ Ուկրաինայում։ Նրանք ասում են մենք սիրում ենք Ուկրաինան, մենք սիրում ենք ազատությունը, դեմոկրատիան, դուք գնացեք մահացեք, մենք չենք մահանալու։ Ուկրաինացիներին գցեցին այս վիճակի մեջ խաբեցին, իրանք չեն գնում։ Ինչ գեղեցիկ է, չէ՞, միջազգային հարաբերությունների։ Հիմա վերադառնանք կրկին Հայաստան եւ այս իրավիճակում ինչ է կարծում, քանի որ Նիկոլ Փաշինյանն նախընտրական արդեն քարոզարշավի մեջ է, Գյումրին շատ կարեւոր է իրենց համար, արդյոք Հայաստանի այս իշխանությունը վստահելի գործընկեր կմնա կամ Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների համար եւ նրանք կուզեն էլի աշխատել այս իշխանության հետ, թե Փաշինյանի, ինչպես ընդդիմադիրներն են պնդում, օրերը հաշված են եւ նա պետք է հեռանա այսպես թե այնպես։ Ամերիկայի վերաբերմունքը այս մարդուն դուք տեսաք այդ սելֆիում, այլ ֆոտոնկարը, որը երևի արված էր երկար խնդրանքներից, աղաչանքներից հետո բավականին ոչ ֆորմալ ձևով, ուղղակի երկու մարդ կանգնած իրար հետ նկարվեցին մի քանի րոպեով, երևի ընդմիջում էր Վենսի մոտ կամ նա սուրճ էր սպասում, բերեցին մեր ղեկավարին, ձեր պատասխանը այնտեղ է, ոչ դիմավորող եղավ, ոչ պաշտոնական պրես-կոնֆերանս եղավ, ոչ պաշտոնական հանդիպում, գոնե Զելենսկու պես բանան էին, այսպես այս վիճակը գցեին, չնայած ես չէի ցանկանա, բայց գոնե այդպես լիներ, ավելի պաշտոնական կլիներ, որևէ թերթ չգրեց Միացյալ Նահանգներում, որ եկավ Հայաստանի ղեկավարը, որը Թավշյա հեղափոխություններ խաղացնում 18 թվից, մեկը չնկատեց, որ նա եկավ, ոչ դիմավորող եկավ, ոչ էլ ճանապարհող եղավ, մի հատ դրոշ չեղավ Հայաստանի, մի հատ հոդված չեղավ որևէ տեղ, այսինքն սա ստորացրեցին մեզ, այդ պատասխանը արդեն պարզ է։ Տրամպը նա Բայդեն չի, նա հիմար չի խոսում օդի մեջ, նա բիզնեսմեն է, դուք կոնկրետ ինչ ունեք ինձ տալու, մենք ինչ ունենք իրան տալու։ Առայժմ ոչինչ։ Կարող ենք ինչ-որ բան առաջարկել, բայց հիմա արդեն ուշ է։ Իսկ Մոսկվան, իսկ դուք ինչպես կվերաբերվեիք մի պետության ղեկավարին, որը անընդհատ իր խոսքը փոխում է։ Մի օր ասում է Ռուսաստանի հետ այսպես մի խոսեք, այդ ասում է Ռուսաստանը վտանգ է մեր պետության համար։ Մի օր Պուտինի շնորհակալություն է հատնում, որ պատերազմը կանգնացրեց, մյուս օրը ասում է, բանը Ռուսաստանն է պատճառը, որ այսպեսի պատերազմ եղավ, որ Ռուսաստանն է առաջինը ճանաչել Արցախը, այդ ասում է ես եմ ճանաչել Արցախը, լավ եմ արել։ Հոգեբանության մեջ ես հոգեբան չեմ, բայց ստիպված արդեն սկսում եմ սովորել կամաց-կամաց, կան որոշ երևույթներ, օրինակ մարդը ունի մի քանի ինքնություն եւ անընդհատ ինքնությունները փոխում է։ Կամ բիպոլար մարդիկ կան, որոնք դեպրեսիայից անցնում են մանիա, դեպրեսիա, մանիա, այսպես մանիա, դեպրեսիա ավելի շուտ։ Ես արդեն սկսում եմ դա ուսումնասիրել։ Դուք այսպիսի մարդու հետ լուրջ գործ կունենայիք, որ դուք էլի ինչ-որ պայմանագիր հետ ստորագրեք, վաղը նա էլի վազի Պրագա, ասի Սյունիքը Հայաստանը եւ վերջ եւ այդ հարցը փակվի։ Դուք իրան կվստահեիք, եթե մենք չենք հասկանում իր մոտ ինչ կառավարություն, ինչ են նրանք ուզում։ Դե դեպքում եթե մերժելի է եւ այս կողմից եւ այն կողմից, ինքը կարող է Հայաստանում շարունակել իշխանության մնալ։ Գիտեք, նա շատ հարմար ձևով Ռուսաստանին ազատում է որևէ պարտավորություններից։ Եթե Ռուսաստանը ցանկանում է շարունակել այստեղ իր հիմնական գործընկերությունը։ Կներեք, ես խոսքը ինչու եմ այս տեսանկյունից տալիս, որովհետև շատերի մոտ տպավորություն կա, որ արտաքին ուժերը, եթե համաձայնության գալ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու, դա կլինի Հայաստանում, անկախ այստեղի ուժերը ինչպես են դա անելու։ Արդյոք այդ համաձայնությունը կա առլևս Հայաստանի իշխանության չտեսնել Նիկոլ Փաշինյանին եւ արդյոք հնարավոր է արտաքին ուժերի միջամտությամբ փոփոխություններ իրականացնել Հայաստանում։ Իմ կարծիքով Ամերիկան անտարբեր է, մենք կարևոր չենք իրենց համար,
Ես ասացի ինչու, իրենց հիմնական այստեղ դաշնակիցները Իսրայել, Ադրբեջան, Թուրքիա։ Ադրբեջանի ռեսուրսները, Իսրայելի լոբին, Թուրքիայի ռազմական նշանակությունը կան տարբեր են։ Եվրոպան գեղեցիկ բառեր է ասում ստեղ այնտեղ, բայց ոչ մի ռեալ բան չարեց։ Երբ հայերին դուրս հանեցին Ղարաբաղից, ոչ մի պատժամիջոց չկիրառեց։ Շարլ Միշելը ասեց այո, այդ նավթի գազի մեջ հայերի արյունն է, բայց դա մեր շահերին համապատասխանում է։ Ասեց հարցը տենց փակվեց։ Ռուսաստանը չի ուզենա հիմա գնալ առճակատման Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ Դրա համար Ռուսաստանին հարմար է գուցե, որ լինի այսպիսի մի կառավարություն, որը ամեն հարցում նահանջի, հետ քաշվի, զիջի եւ Ռուսաստանին երբևիցե չասի, բայց ձեր պարտավորությունները կատարեք։ Մի անգամ ասեցին, երբ որ բաներ հարցակում ջերմուկում, բայց էլի այսպիսի հարաբերություններ ունելով Ռուսաստանի հետ հապկը գնահատելով որպես բռնապետների միություն, դուք ինչ եք սպասում։ Եթե դուք այսպես եք վերաբերվում այդ կազմակերպությանը, հետո իրանցից օգնություն եք խնդրում, նրանք ձեզ կօգնեն։ Սրանք ուղղակի երեխաներ են, նրանք չգիտեն դիվանագիտությունը ինչ է, նրանք կարծում են դիվանագիտությունը գորգորալն է, հայտարարությունները, ինչ որ մի օր մետրոյով գնալ, մի օր ավտոբուսով գնել, տարբեր ավտոբուսներով, մի օր հեծանիվով, այս ոնց որ բան, ես ասել եմ ամիսներ առաջ, սա reality show է, բայց սա դառնում է sitcom։ Sitcom-ը մի քիչ ուրիշ է, դա կոմեդիա, բան, կոմեդիա հայերեն կատակերգություն, այո, կատակերգություն է։ Իրենց հարմար է, որ մենք այսքան ողորմելի վիճակում լինենք, որ նրանք էլ մեր մասին չմտածեն, հանգիստ թուրքերի հետ իրենց հարցերը լուծեն։ Թուրքիան իրենց համար կարևոր է, Ադրբեջանը կարևոր է։ Այս պատերազմը գուցե հույսով եմ մի քանի շաբաթվա ընթացքում կամ ամսվա ընթացքում ինչ որ հանգուցալուծման գա, բայց սա դժվար է պատկերացնել, թե ոնց են նրանք խաղաղության պայմանագիրը ստորագրելու եւ այդ բախումը կարող է երկար շարունակվել, անգամ եթե սառեցվի կոնֆլիկտը Արևմուտք Ռուսաստան, Եվրոպա Ռուսաստան գոնե այդ բախումը կոնֆլիկտը շարունակվելու է եւ նրանք թուրքերի կարիքը կունենան։ Իսկ Թուրքիան ամենտեղ տեսնում եք իր շահերն է հետապնդում, իր ծառայությունները առաջարկում է, դրա փոխարեն խնդրում է տարբեր տարածքներ, օրինակ Սիրիան։ Հիմա Սիրիայի հյուսիսային որոշ մասեր նրանք ասում են, սա մեր նախկին Օսմանյան կայսրության մասն էր։ Հաջորդը տեսեք ով է լինելու։ Կասեն, գիտեք, բայց մենք Երևանին ենք մտել։ Կարծեմ 18-րդ դարում էր թուրքական բանակը մտավ, այդ մակը չեմ հիշում, բայց գիտեմ որ մտել են ժամանակին։ Իրանն էլ հետ է քաշվել այստեղից, նրանք ունեն սա ավելի վատ է, քան 1915 թիվը, որովհետև մենք ունենք երկու Թուրքիա։ Այն ժամանակ գոնե մենք ունենք Ռուսաստանի ռուսական կայսրությունը, որը ինչ որ ձևով զսպում էր ադրբեջանցիներին, հետո սովետական միություն դարավ, ադրբեջանցիները էլի թուրքական ազատությունից դուրս եկան։ Հիմա մենք ունենք երկու Թուրքիա, երկու կողմից, եւ բնակչությունը 100 միլիոն մարդ մոտավորապես։ Ավելի ծանր վիճակ է, եւ տեսեք մենք ինչով ենք զբաղված։ Մեր ընդդիմությունը բարձում է ով ա ում բերել, մեկը երկուսին, երկուսը երեքին, երեքը կալաբոկին, չգիտեմ թե բարձում է ով ա ում բերել, իսկ մենք դրա տեղը փոխանակ մեր ներքին հարցերը լուծենք, տեսեք ինչով ենք զբաղված։ Դա։ Հիմա վերջը հասկացաք ով ա ում բերել։ Ես համաձայն եմ ընդունել, որ ես եմ բերել, մենակ այս վերջանա, այս խոսակցությունը, մենք տանենք, այդ տանելու հարցը եկեք լուծենք, դրանից հետո մենք ունենանք կոմպետենտ կառավարություն։ Ամեն ուժը թող մի քանի հոգի առաջարկի։ Միմյանց հետ Ռոբերտ Կենեդին կարող է աշխատի Տրամպի հետ, հա, դեմոկրատը կարող է հանրապետականի հետ աշխատել, իսկ մենք չենք կարող իրար հետ աշխատել։ Մենք Ռոբերտ Կենեդիից ավելի մեծ ինքնասիրություն ունենք, երևի տենց է պետք է հասկանալ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։